Են թեման, որը որ իմ սրտում կա, որ նորից այս տարվա զարթոնքի հետ կապված ուզում եմ խոսել, դա սա է, հոգիս ծարավ է։ Հոգիս ծարավ է։ Գիտեք, մարդիկ կան ծարավ են մեղքի, մարդիկ կան ծարավ են արյան, մարդիկ կան ծարավ են հանցագործություն անելու, մարդիկ կան ծարավ են միջև իրիգունը մեկին չպամբասեն, չեն քնիքունը չի տանի, քնած տեղից թռնում վելում է, գրում է հարևանին, քնից հանում է, որ բամբասի ծարավ է։ Մարդ կա ծարավ է մեղք գործելու, մարդ կա ծարավ է Facebook-ին ու Instagram-ին, առանց հեռախոս կյանքը չի կարողանում պատկերացնի։ Ուզում եմ հարցնամ, որ դու մտածես, ինչքանով ես ծարավ Աստծուն։ Վայ, հովիվ ջան, գիտես ոնց ծարավ եմ։ Բայց օրը 24 ժամ ունի, 24 ժամվա 24 րոպեն Աստծուն չի պատկանում։ Ու ինքը ծարավ է։ Բայց նայեք ինչ եմ ուզում առաջի տեղը կարդալ, դա Սաղմոս 42 առաջի խոսքից եմ ուզում կարդալ, առաջի երկրորդ խոսքը, ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, այնպես էլ իմ անձս քեզ է փափագում ով Աստված։ Գիտեք, երբ որ դուք փափագում եք Աստծուն, ձեզ համար միևնույն է, թե ինչ կարա լինի։ Գիտեք, եթե դուք նայեք կենդանական աշխարհը, եղջերուի համար միևնույնն է, թե ջրի մեջ կոկորդիլոս կա, թե մոտակայքում արյուծ կա, ինքը գալիս է ջուրը խմելու։ Ինքը գալիս է ջուրը խմելու, որտեղ ինքը ծարավ է։ Եվ գիտեք, շատ անգամ են մարդիկ, ովքեր ասում են, մենք ծարավ ենք Աստծուն, բայց կներեք, հիմա մի քիչ սենց բան են, անգլերեն այսպես գեղեցիկ բառեր են մեջ բերում, sorry, որ սենց ավելի սենց բան ցույց տան, էլի ավելի, sorry, մենք չենք կարող գալ, ուզում ես ինչ, մեկ էլ ասում են, what, sorry, ինչի փոխարեն what, ուզում ես կոտրտում ես քեզ, որ ինչ եմ, էլի, բայց ես ծարավ եմ Աստծուն, բայց ես իմ տանը կհագեցնեմ իմ ծարավը, գիտեք, այդպիսի բան չկա, և շարունակություն ինչ ասում երկրորդ խոսքը, հոգիս ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, ոչ թե կուրքերին, ոչ թե նկարներին, ոչ թե սրբապատկերներին, այլ ասում է կենդանի Աստծուն, որը որ կենդանի է, կարողանում է քո ծարավը հագեցնի քո հետ խոսի։ Երբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ։ Չի ասում, երբ պիտի անկողնուս վրայից այսպես ճմրթվելով թևերես բացեմ ու Տիրոջ ներկայությունը գա, կամ չի ասում, երբ պիտի գնամ մեղք գործելու, այդ ժամանակ Տիրոջ ներկայությունը գա, ասում է, երբ պիտի գամ ու երևամ քո առաջ, պիտի գամ ու երևամ քո առաջ։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, արդյոք մենք այս եղջերուի պես ծարավ ենք, և այդ ծարավը տանում է մեզ Աստծո ջրերի մոտ, արդյոք մենք գնում ենք Աստծո ջրերի մոտ, արդյոք մենք այդ կենդանի ջրերից ուզում ենք իրականում մեր ծարավը հագեցնել, թե Facebook-ով մի հատ քարոզ լսելով բավարարվում ենք։ Գիտեք, ամենահեշտ քրիստոնեությունն է, Facebook-յան, Instagram-յան քրիստոնեությունը։ Instagram-ով դու կարող ես պոստեր դնել, չգիտեմ, Instagram-ով կարող ես ինչ ուզես դնել։ Մեկն էլ որ քեզ բացական բան ասում, բան են անում, սենց փակում են, բլոկ են ասում, բլոկ եք անում, սո վերջ։ Բայց իրական կյանքում, եւ որ դու գնում ես իրականում Տիրոջը ծառայելու, դու չես կարող մարդկանց բլոկ անել։ Այն իսկական հալածանքը, որ դու կրելու ես, իսկական զորության դրսևորումը, որ Աստված քո միջոցով անելու է մարդկանց կյանքի մեջ, ոչ ոք քեզ չի կարող բլոկ անել։ Որտեղ դա իրականությունն է։ Գիտեք, երբ մենք գտնում ենք իրական ջրերը, իրական Սուրբ Հոգու ջրերը, գիտեք, մեր ներսից բարձրանում է, ժայթքում է փառաբանություն ու գոհություն Աստծուն։ Գիտեք, իրականում են մարդիկ, ովքեր որ իրական ապրում են Սուրբ Հոգու մեջ եւ իրական իր ջրերի մեջ, երբեք չեք տեսնել մարդիկ փնփնտան։ Երբեք չեք տեսնել մարդիկ ամբողջ օրը սրանից նրանից բամբասեն։ Եվ գիտեք ցավը ինչումն է, որ քրիստոնյաները շատ անգամ դրա մեջ են։
կամովի թե ակամա դրա մեջ է։ Եվ հիմա նայեք, քիչ առաջ խոսքը գնում էր ջրերի մասին, խոսքը գնում էր գետի մասին, խոսքը գնում էր, որ գետը կավ է դառնում, իհարկե նայած որտեղի գետերը, Աբրահամի գետերը կավ չեն դառնում, ավազ են դառնում, բայց ուրիշ տեղի գետերը չգիտեմ ինչ են դառնում, բայց իշտ է հետաքրքիր, մենք ապրում ենք մի հատ տարածած շրջանում, որտեղ որոշակի հողի խնդիր ունենք։ Մեր տարածքի, մեր ավանի հողերը սևահող չեն։ Եվ գիտեք, երբ որ մի փոքր չի ջրվում այդ հողը, դառնում է կարելի ասել բետոն, ճաքում է հողերը։ Եվ հիմա նայեք, երբ որ գալիս է ջուրը, այդ ճաքերը փակվում են, բայց այս անգամ դառնում է տիղ։ Ոտքը դնում ես, մինչև չգիտեմ, ծունկդ կամ գոտկատերը կարող ես խրմել այդ հողի մեջ, բայց մեկ օր հետո կարող ես բահա չմտնել այդ հողի մեջ։ Եվ հիմա նայեք ինչ ասում, Սաղմոս 143-ը, 6-րդ խոսքում, ձեռքերս դեպի քեզ եմ երկարացնում, իմ անձս չոր երկրի պես է, քեզ է ծարավ։ Հիմա նայեք, չոր հողի վրա ջուր է պետք, որ ինքը սկսի փափկել, ու գիտես ինչ սկսի ծլել աճեն։ Հիմա եթե քո կյանքի մեջ ինչ-որ ժամանակ չորություն է եկել, դու մի բանի կարիք ունես։ Կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ համացանցով կլսեք, դուք մի բանի կարիք ունեք, Աստծո ջրերի։ Աստծո ջրերի կարիք ունեք, որտեղ Աստծո ջրերն են, որ կարողանում են քո ճաքած, չորացած հողը բերի դարձնել։ Գիտեք, ինչքան է, որ մեր ավանի հողերը չոր են, այն օրինակ հիմա չգիտեմ, Աբարանի դրանք սևա հողը չի, այստեղ շեկ հողեր են ասում, բայց մարդիկ բերք են ստանում, բայց գիտեք ինչի հաշվի, ջրի հաշվի, եթե ջուրը չլինի, ինչքան է, որ անձրևը որոքի, մարդիկ չեն կարող բերք ստանալ, բայց օրինակ հիմա լեռնային գոտիներով, որտեղ որ դաշտերը ջրովի չի, հողը այնքան բերի է, այնքան փափուկ է, որ անձրևի ջրերով կարողանում են ծորեն ունենալ, կարողանում են որոշակի բերք ունենալ։ Եվ հիմա նայեք, ինչն է հետաքրքիր։ Նորից եմ ուզում կարդալ այստեղը, ասում է, իմ անձս չոր երկրի պես է, քեզ է ծարավում, քեզ է ծարավում, այսինքն ծարավը Աստծուն։ Հիմա ուզում եմ մտածես, էլի եղբայրս, քույրս, ինչքանով ես դու ծարավ Աստծուն։ Արդյոք արդեն գիտես կա, քո մոտ չորություն է եկել ու դու ասում ես գիտես, ես ոնց որ Սաղմոսին ասում երբ պիտի գնամ ու իր առաջ երևամ, երբ պիտի Տիրոջը հանդիպեմ, որպեսզի նորից եմ ուզում կարդամ, հոգիս ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ պիտի գամ ու երևամ Աստծո առջև։ Գիտեք մի բան ասեմ, վիրավորվելը, նեղանալը, կամ ինչ-որ բանի մեջ պահանջ ներկայացնել ենքան հեշտ է։ Գիտես, այդ ամենը գալիս է չորությունից։ Որովհետև նայեք, չորությունը, չոր հողը, ինքը ջուր է ուզում, սնունդ է ուզում, որպեսզի դու իրան մշակես, որ ինքը սկսի քեզ բերք տալ, քո ցանածերը աճի։ Գիտեք, հաճախ մեր կյանքի մեջ այդպես է լինում։ Երբ որ դու դադարում ես Աստծո հետ շփվելուց, դադարում ես Սուրբ Հոգու ջրերի մեջ լինելուց, Սուրբ Հոգու ներկայության մեջ լինելուց, սկսվում է քո կյանքում չորություն։ Իսկ երբ որ ինչ-որ բան սկսում է չորանալ, համ հեշտ է փշրվում, համ էլ փոշի է ելնում։ Դուք չեք տեսել երբևիցե ջրված հողից կամ հողամասից փոշի ելնում։ Տեսել եք այդպես բան։ Երբևիցե չես տեսնի ջրված հողամասից փոշի բարձրանա, բայց այն չոր ամսով չջրված հողամասից հենց քամին ելնում է, փոշին բարձրանում է։ Եվ ոչ մեկի քանից է հաճելի փոշին։ Որովհետև մեկը կա որ այստեղ հաճելի է։ Հավատացեք այն քրիստոնյաները, ովքեր որ առանց Աստծո ջրերի շարունակում են ապրել, սկսում են փոշի անել։ Ու այդ փոշին ոչ մեկին դուր չի գալի, այդ փոշին Աստծուն էլ դուր չի գալի։ Եվ դու ես որոշում,
հոգիս ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ, եւ որ դու առավոտյան արթնանում ես, ել եղբայրս, քույրս կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ համացանցով կլսեք, դու ես որոշում վազես Աստծու առաջ, թե վազես Facebook-ի առաջ, թե վազես համակարգչի առաջ, թե վազես սուրճի բաժակի առաջ, դու ես որոշում։ Անցած անգամ որ խոսում ենք ասում առավոտ կանուխ արթնացիր իմ քնար, գիտես կանուխ արթնացիր ու Տիրոջ երեսը փնտրիր, ու գիտես քո ծարավը հագենալու է, Տիրոջ ջրերը գալու են ու քեզ սկսել են ոռոգել, իրականում Սուրբ Հոգին պատրաստ է քեզ ոռոգելու, քեզ լցնելու, բայց հարց առաջանում ինչքանով ես դու իրան ծարավ, գիտեք երբևից եղել է որ դուք ծարավ չեք, ու ձեզ ջուր են առաջարկում, գիտեք դուք չեք կարող զորով խմեք, բայց երբ որ ծարավ եք, ասում բայց ոչինչ որ մի քիչ տաքայն մարդ ասում ես ոչինչ, ոչինչ որ մի քիչ է տաքա, ծարավ եմ, չորացել է, բերան ես, շրտումներս արդեն ճակչկում է չորությունից, ոչինչ որ մի քիչ է տաքա, կարևորը ջուրը, չեմ ասում կոյողի ջուրը, կարևորը ջուրը, որ խմելու ես, հագենաս, և հիմա նայեք, երբ որ մենք գալիս ենք Աստծո տուն, գալիս ենք Աստծո ջրերի մեջ, մենք պետք է մի բան անենք, փնտրենք իրականում Սուրբ Հոգու ներկայությունը, փնտրենք իր իրական ներկայությունը, որ մեր ներսի չորությունը, գիտեք ինչ անի, սկսի ոռոգվել։ Այսօր արդյոք փափագում ես Աստծուն, արդյոք ծարավ ես Աստծուն, արդյոք փնտրում ես իր իրական ներկայությունը։ Գիտեք, 3 հարց, որը որ ամեն մեկս կարող ենք մեզ տալ, արդյոք ես փափագում եմ Աստծուն։ Գիտեք, եթե դու փափագում ես Աստծուն, քեզ ոչ մի բան չի կանգնացնի։ Գիտեք, երբեմն ես նայում կենդանական աշխարհը, կենդանները երբ որ չորություն է լինում, տարածքից տարածք են տեղափոխվում, որպեսզի ջուր գտնեն, եւ այդ տարածքից տարածք տեղափոխվելու ընթացքում լիքը կենդանիներ որս են դառնում։ Որովհետև այնտեղ որ ջուր չկա, իրենք տեղափոխվում են միտեղ, որպեսզի ջուր գտնեն, եւ այդ ընթացքում որը գազաները խոսքի ընդհանրեն հապկասում կենդանիներ են իրաց համար կերսարկում, որը որ մարդիկ են որսի հեռնում, բայց այդ ծարավը կենդանում ստիպում է, որ ինքը գնա ջրի մոտ, և ինքը ոչ մի բան առաջ չի կանգնում, ինքը գիտի որ վտանգ կա, բայց ինքը գնում է, մի փոքր նայեք կենդանական աշխարհը կտեսնեք, գիտեք ես մի բան եմ հասկանում, երբ որ քրիստոնյաները ծարավ են, երբ որ քրիստոնյաների մոտ չորություն կա ու չեն գնում ջրի աղբյուրի մոտ, գիտեք ինչ են դառնում, փնփնթան, բողոքով, սրանից բամբասով մարդիկ, ինչի, որովհետև իրանք միշտ մտածում են, որ իրանք ճիշտ են ու բոլորը սխալ են, բայց գիտեք ինչ դա ցավալ է, որ ճիշտ հակառակը, այն մարդիկ ովքեր որ ջրերի մոտ են, իրենք երբեք տես չեն մտածում, որտեղ իրենք ունեն ջուր ու ցանկացած իրավիճակի մոտ ունեն պատասխան։ Արդյոք ես դու փափագում ենք Աստծուն։ Գիտեք, երբ որ մենք փափագով գալիս ենք աղոթքի, փափագով գալիս ենք իր ներկայության մեջ, ոնց որ Պողոս Արաքյալը առաջին Կորինթացիս 15:32-ում ասում է, ամեն օր մեռնում են։ Գիտեք, մեր մարմնի շատ բաներ սկսում ենք մենք ինչ անել, սպանել, խաչ անել։ Մեր փափագն Աստծո ներկայությունը, մեր մարմնի փափագն է, գիտեք ինչ, հորիզոնական դիրք ընդունել բազմոցի վրա, եթե աչքերս լավ չի տեսնում, մեծ պլանշետ եմ ուզում, որպեսզի սոցցանցերից դուրս չգամ, ու նայեմ ով ինչ, ես չգիտեմ հայերը ոնց է ռիլ կոչված, այդ փոքրիկ մի քանի վայրկյանանոց կամ մի 2 րոպեանոց վիդեոները, որ մարդիկ տեղադրում են, եւ ամբողջ օրը դու կարող ես այսպես մատդ բարձրացնել եւ ամբողջ օրը բազմոցի վրա ոմանք էլ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքերին 500 ալիք ունեն, թերթում են։ Գիտես, քո մարմինը դա է ուզում,
Քո մարմինը դու չես ուզում գնաս աշխատանքի, չի ուզում տունը մաքրել, չի ուզում այնքան բաներ չի ուզում։ Բայց քո հոգին է նույն ժամանակահատվածում ձգտում Աստծո հետ հանդիպման, ձգտում է Տիրոջ հետ հանդիպման, ձգտում է իր ջրերի մեջ։ Քեզ ասում է գիտես կա վեր կաց, տանկին ես պիտի ավել անես, մաքրես, ճաշ պես երեխեքի համար։ Մարմին ասում է կլի մի քիչ քնեն։ Ու ժամը 12-ն է դու ամբողջի մեջ ես։ Բայց ես որ դու փափագ ունես իրականում աղոթքի, դու առավոտ կանուխ կարտնանաս, ու կասես մարմին, դու պիտի մի քիչ կնես, վազես Տիրոջ հետ հանդիպման։ Գուցե մարդիկ լսեն ու ասեն, ատես միջև ուր, ասեն քեզ, եւ որ առավոտը մի քիչ կանուխ արթնանաս, իրիկունը կանուխ քնես։ Փորձեք, ամեն առավոտ ժամը 6-ին արթնացեք, մեկ շաբաթ, հաջորդ շաբաթը դուք չեք կարող ժամը 2-ին կամ 3-ին քնեք։ Դուք քնեք ամենաուշ երևի կամ 9-ին կամ 10-ին։ Եվ նորմալ կմտնեք նորմալ ռեժիմի մեջ։ Բայց այն մարդիկ ով շատ անգամ հարցրել են, հով ինչ ասա, ակշեր չեմ կարծեք, եմ ասում, ինչ էի տանում։ Դե քորես չէր տանում, ասում, հա, երևակայի մատը ցենց վերև ներքև բերելում, չի առախոսի դրա, քորես չէր տանում։ Գիտեք ինչ է հետաքրքիր, որ դեպքում քո կյանքում գալիս է չորություն, դու չես փափագում իր ներկայությունը, դու փափագով չես գնում իր հետ հանդիպման։ Մի հարստամ անկեղծ կպատասխանեք, ովքեր են ժամանակի սիրարված եղել ու ամուսնացել։ Փարկասն, ինչ դա, մի անիջեք։ Գիտեք, ձեր սիրած տղային կամ աղջկան տենալու համար, եմ որ բան կա չէ, բաբամ, ամեն ինչ անում եք։ Գիտեք, ես մարդիկ եմ տեսել, իրար հետ հանդիպան են գնացել, հանդիպումից հետո 2 ժամ հեռա խոսում, ուզում հասկանամ ինչ եք այդքան խոսում։ Բայց գիտեք ինչ է դա, իրենց ամուսնանում եմ որոնում է խոսալել։ Շամերով խոսում են։ Ուզում հասկանաս ինչ են այդքան խոսում։ Ու ես չգիտեմ ինչ թեմաներ են գտնում։ Որտեղ իրանք փափագ ունեն իրար հետ շփվելու, համաձայնեք սիրահարվածներ։ Ձեր փափագն եղես շփվելու, ձեր փափագն եղե իր մասին իմանալու։ Հենց իմացել եք ինքեզ ինչ տեղն ան, սկսել եք մտածել ոնց անենք, որ մենք էլ տեղել ենք։ Մի հնար գտնենք տեղել ենք։ Միջև անգամ սուտել եք հորին է, որ տնից տրկեք, տնից չի աղջկեք։ Բայց գիտեք ինչ հետաքրքիր, դա ձեր փափագն է եղել հանդիպելու այդ անձնավորության հետ։ Գիտես, երբ որ դու փափագ ունես իր ներկայության մեջ, դու ուզում ես ապրես այդտեղ։ Սամոսերում միտեղ ասում ավել արա Տիրոջ տանը մեկ օր, քան 1000 օր ուրիշ տեղ։ Դա շատ տարիներ առաջ էր։ Շատ տարիներ առաջ էր, ինձ շատ էին հալացում, դեռ այն ժամանակ ես ամուսնացած չէի, երիտասարդ տղա էի։ Գիտեք, այդ օրը պետք է եկեղեցում հաղորդություն լիներ, դա այն եկեղեցում, որտեղ որ ես կայի, դա այդ եկեղեցում հաղորդությունը շատ այսպես բարձր կարգի արարողություն է, եւ իմ ավակ եղբայր եկավ ինձ Դե լավ ապտակ տվեց, բոլորին էլ վիրանորեց, ինձ կծեց առաջ է տուն տարավ։ Գիտեք, իմ ներսում այնքան մեծ փափագ կար, որ ես անպայման պետք է լինեմ այդ հաղորդությանը։ Ես գնում եմ սենյակում գալիս եմ ու մտածում եմ, այն բաները չէ, որ մեկ գուցիկներ նայում ես նայում են իրար չէ, լավ էսի չէ, նորից ես սկսում գնալ գալ։ Ու գիտեք, ինչ է հետաքրքիր, որ հանկարծ մի հատ միտք ծագեց։ Ես եղբորս ավակ որդուն ասի, ես դեռ եղբարդում է ապրում, ասի ռայկոմում ընկերներ չունես, ասաց ինչ է հոպ արասիկ էլ հորդ համոզենք, ասա գնում ընկերոջս տուն, հոպ արեդ գնանք, ես էլ հետդ գալիս եմ։ Հելա գնացինք, համոզեցինք, գնացինք, ասի նայի, ախորս տղոն արկածիկ, ասի արկածիկ նայի,
հենց էր այդ հանկարծ կսանքի կեզ գիտես ես վասելով գալիս ես իրար հետ գնում եմ գիտես ես քնացի տարողությունը վերջացավ վերջը ոտը լվա էր ավրտություն էր ամեն ինչից հետո ես եմ որ սենց հաղթանակած գալիս ես տուն ասի վերջ ես իմ պապագին հասա մինչ ուզում եք արեք գիտեք իշտ է հետաքրքիր երբ որ դու պապագում ես Աստծուն քեզ ոչ մի բան չի կանգնեցնի քեզ ոչ մի բան չի կարող կանգնեցնի դու ամեն ինչ կանես որ լինես այնտեղ որտեղ որ Տիրոջ ներկայությունն է գիտեք սա մեր փափագը պետք է լինի առաջինը լինելու իր ջրերի մեջ որ մեր ծարավը մենք հագեցնենք Աստծով քանի դեռ մենք չենք ուզում քանի դեռ եկեղեցին դառնում է քո համար քրիստոնեական գլուխ լավ տեղ մարդիկ իրար ժպտում են ցավեսով խոսում են որտեղ Mercedes-ի կլուբ կա, BMW-ի կլուբ կա, ֆուտբոլի կլուբ կա, շատ դերաբար եկեղեցի քրիստոնեական կլուբ է։ Լավ տեղ է, լավ միջավայր է, գնում ենք տակ, բան, դուրսը -30-ը դահիճում կարճ տեղով կարող ենք նստենք, ժպտում են, լուսավոր, լավ, երեխեքը լավ երգում են, հենց անուշ են երգում, բան, մեկ-մեկը դարդոդված ես էլ եմ լացում, բան եմ անում սենց։ Գիտես, ոմոց համար դա այդպես է։ Գիտես, երբ որ դու փափագ ունես, դու խաչի մոտ կուզես ապրել։ Գիտեք, 3 հոգի անձնավորություն էին։ Հիսուսի հետ բարձրացել էին սարը։ Երբ որ այլակերպություն եղավ, ասի Հիսուս ջան, արիստեղ վրա խփեն մնանք, էլի, էլստից ուրիշ տեղ չգնանք։ Գիտես, երբ որ գալիս Աստծո ներկայությունը, դու չես ուզում ուրիշ տեղ գնաս։ Դու ուզում ես իր ներկայության մեջ մնաս։ Բայց երբ է գալիս ներկայությունը, երբ որ դու չունես փափագ, դու ծարավ չես, դու այստեղը միջև կուշտ ես, քեզ ընդհանրապես հետաքրքիր չի Տիրոջ ներկայությունը, քեզ հետաքրքիր չի ոչ մի բան, քեզ գիտես մենակ ինչն է հետաքրքիր։ Որոշակի ֆինանս, որոշակի հաճույք, որոշակի, սենց չտվարկեն ինչ է։ Եվ դու դեպքում չես ձգտում Աստծո տունը, ծարավ չես դու, բայց երբ որ դու ծարավ ես, քեզ ոչ ոք չի կարող կանգնեցնի։ Գիտեք, երբ որ մենք ծարավ ենք, մենք վազում ենք ջրերի, Սաղմոս 63:1-ում ինչ ասում, ով Աստված, դու ես իմ Աստվածը, ես առավոտ քեզ եմ փնտրում, հոգիս ծարավը քեզ, ու մարմինս քեզ է փափագում։ Ահա, ինչ-որ բան փոխվեց։ Երբ որ քո հոգին ծարավ Աստծո ներկայության մեջ, քո մարմնին դու ստիպում ես, որ դու էլ փափագես Աստծո ներկայությունը, որտեղ Աստծո ներկայության մեջ դու կբժշկվես։ Աստծո ներկայության մեջ դու խելքի կգաս, բայց մեղքին չես ցանկանա։ Նորից եմ ուզում կարդամ. Ով Աստված, դու ես իմ Աստվածս, ես առավոտ քեզ եմ փնտրում, հոգիս ծարավա քեզ։ Գիտեք, երբ որ դու ծարավով եք կանգնում Աստծո առաջ, չի կարող Աստծո հոգին չգա, չի կարող Աստծո ներկայությունը չգա։ Ես ծարավ եմ քեզ, ուզում եմ քո ներկայությունը։ Գիտեք, այդ ժամանակ դուք ինչքան ժամացություն եք հետ կֆրծնեք, փակեք, որ ժամով չաղոթեք, ասենց րոպե մեկ չնայեք ժամին, 5 րոպե աղոթեցի, շլավին սխի չի ժամանակ է գնում, եկել 5 րոպե էլ անցավ, ինչ դժվար է գնում այս ժամանակ, գիտես ծարաված մարդու բան չի։ Գիտեք, երբ որ գալիս Աստծո ներկայությունը, գիտեք, մինչև ժամը 6-ից սկսվել աղոթքը, հələ որ ուզենայինք շարունակենք երկրպագությունը ժամը 9-ն էր, մենք ուզում ենք էլի շարունակենք աղոթքը, որտեղ Տիրոջ ներկայությունը ստեղ էր։ Իր ներկայությունը այստեղ էր։ Եվ գիտեք, մենք չիմացանք այդ 3 ժամը ոնց անցավ։ Բայց երբեմն դու գիտես չես անում, այսպես ուսը ուղում ես ժամացույցնակին ու հրում ես, որ այդ ժամացույցը գնա քո աղոթքի ժամանակ։ Աղոթում ես, մտածում ես, երևի մի ժամ աղոթել ես, դու գել աշխարհի բացում ես, տենում ես ընդամենը 7 րոպե անցել։ Ինչ դժվար է գնում ժամանակը, որտեղ չկա իր ներկայությունը։ Չկա իր ներկայությունը, չկա Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն, չկա Սուրբ Հոգու ներկայությունը, չկա Սուրբ Հոգու ջրերը։ Քո ժամանակը դու հրում ես, որ անցնի, բայց հենց գալիս իր ներկայությունը, դու չես ուզում, որ ժամացույցելակները պտտվեն։
Մենք երկու օր առաջ միտեղ գնացել էինք մարդկանց այցելության ու ավետարան էինք խոսում։ Գիտեք, մենք 2 ժամից ավել տեղ էինք։ Բայց մեր մոտ դες տպավորություն է, որ նոր էինք գնացել։ Ասեմ, բայց ժողովուրդ խաբարեք, որ 2 ժամա ձեր տան ենք։ Բայց գիտեք, ոչ մեկից մոտ չէր տպավորվում, որ մենք 2 ժամա խոսում ենք ու աղոթում ենք մարդկանց համար։ Գիտեք, եւ որ գալիս իր ներկայությունը, քո ժամանցի սելակները ոտ են անում։ Ու սկսում են արագ վազել։ Իսկ եթե դու ծարավ չես իրան, դու չես ուզում իր ներկայությունը, դու արդեն արարողակարգ ես անցկացնում։ Ես շատ անգամ այս վերջերս մենք միտեղ էինք, մի անձնավորություն էր կար մեզ է, ինքը ուզում էր մեզ տաներ ջերմուկի տեսարժան վայրերը ցույց տալ, մենք բոլոր տեղերը գիտեինք, եւ ճիշտ ասած չէ, եղել ընդեղի ենք տաճարում, մտանք տաճարը, մարդ չկար, ասի ինչ լավ մարդ չկա, քանայի փայտներ դրած են, որ շրջակացնում են, ու մեկ էլ գիրքը բացացել ժամերկության, ու հենց կակրա սողարկավորման հարողության հետ բաշիներ։ Ես բանն ուսած տանքակուսնում եմ վայրի ֆորմա, պատերասիստ մնասած եմ ֆորմով էի, եկել սկսեցի երկելով կարդալ։ Գիտես դա հարողակարգ էր, ու այդ տաճարը մի քիչ գեղեցիկ էր կառուցված, սենց զրնգում էր ձենը, սկսեցի երկել տաճարում։ Գիտես մենք արարողակարգ էինք անում։ Ու եկել մարդիկ մտան, խաչակնքվեցին, ում էին բարում նստեցին, շարունակում էին ժամերկությունը։ Գիտես դա արարողակարգ է։ Դե հիմա չեմ կարող ասել, գիտես Սուրբ Հոգին եկել էր իր ներկայության մեջ երգում է, չէ՞ դե հիմա արարողակարգ է։ Հիմա սովորություն ա դարձած, ես մտնում եմ տաճար, սկսում եմ երգել։ Ես սկսում եմ երգել։ Մինչև անգամ ծառայողներով գնացել ենք շրջագայության, մտանք մզկիթ, ու ես սկսեցի երգել Հիսուս երգը։ Դες դա մեր երկրում չէր։ Մենք երգում էինք ու իրականում բավական մարդ չկար մզկիթում, զրնգում էր այդ ձենը։ Մեկ էլ կամաց մարդիկ եկան, ծառայողներից մեկի մտեր ասի թռան, քանի չգիտեմ ինչ չի եղել, որովհետև մզկիթում դու Աստծուն ես, Հիսուսին ես երկրպագում։ Գիտես, երբ որ դու ծարավ ես, դու արարողակարգ չես անի։ Բայց շատ անգամ արարողակարգը մարդու ներսը չի գոհացնում եւ քո ծարավը չի հագեցնում։ Մենք ինչ ասում Հիսուսը, Հովհաննեսի ավետարան 7-րդ գլուխ 37 խոսքից։ Տոնի վերջի օրը Հիսուսը կանգնել էր աղաղակում ասում էր. Եթե մեկը ծարավ է թող ինձ գա ու խմի։ Եթե մեկը ծարավ է թող ինձ գա ու խմի։ Կպի կողքին դաս ինչքանով ես ծարավ։ Ու նայեք ինչ ասում։ Նա որ ինձ հավատա, ինչպես գիրք ասում է, նրա փորից կենդանի ջրի գետեր պիտի բխեն, եւ այս ասեց հոգու համար, որ իրեն հավատացողները պիտի առնեն, որովհետեւ Սուրբ Հոգի տրված չէ տակավին։ Հենց ինչ ասում, ասում դա ասում է հոգու համար։ Քո ծարավը միայն կարող է հագեցնել Սուրբ Հոգին։ Իսկ ինչքանով ես ուզում հոգով լցվել, ինչքանով ես ուզում հոգով ժամանակ անցկացնել, ինչքանով ես ծարավ իր ներկայությանը, դες աղոթում եմ, արարողակարգ ես անում։ Մեկ անգամ մենք էլի ծառայողներով մի տեղ էինք, մտանք սուվենիրի խանութ, եւ ես մի բան տեսա, հենց չգիտես խիտես բաներից ձգում են։ Ես մի անգամից գնացի, բորբար էր։ Այս աշխատողներ մտածում են, որ ես առնելու եմ։ Գիտեք, այս մորուկս մենք շատերի մոտ ուրիշ բան տպավորություն ա թողում։ Մի երկու հատ աշխատացրեցի, ասի չէ, լավը չի, լավ չի շխշխում։ Ասի չեմ ուզում։ Լավը չի, լավ ծուղ չի հանում։ Գիտեք, դա արարողակարգ է։ Դա ծարավը հագեցնող աղոթք չի, դա ընդամենը արարողակարգ է,
Որտեղ մարդ հարողություն անում, խունգը լսում է բուրգանի մեջ ու ծուխ է տալի մարդկանց վրա։ Գիտեք, դա արարողակարգ է, դա ծարավ մարդու փափակ չի։ Գիտես, երբ որ դու ծարավ ես Աստծուն, քեզ հետաքրքիր չի խունգ կա, չկա, դու վազում ես Աստծո մոտ իր հետ հաղորդակցվելու, հակում ես քո սենակի դուր ասում ես Տեր, ծարավ եմ, արի Տեր, ուզում եմ դու գաս, որ ես քո հետ հաղորդակցվեմ։ Գիտես, աշխարհը ինչով է բավարարվում։ Աշխարհը գնում է տաճար, մի զույգ մոմա գնում, վառում է, դնում է ջրի մեջ, ջուրը իմ այնքան է լսած, որ մոմի 1/3 մասը ծածկում է, որպեսզի շուտ հանգի տակի մնացած մասը պետք է էլի։ Այս տեսել եմ իրական տաճարներում։ Սա չեմ քննադատում, դա իրանց գործն է։ Եվ ինք ինչ անում։ Մինչև մոմի ջրին հասնելը ձեռքերը կպցնում ու նայում եմ այդ նկարի։ Այստեղ գալիս է բանի պատմությունը Ասատրյանի նկարի նայելու։ Բայց իր կյանքը ոչ մի բան չի փոխվում։ Դուրս է գալի տաճարից, նույն մեղավորը, նույն խռովությունը իր ներսում, ով ոնց որ մի քիչ հանգստացա։ Հələ մի քիչ հեռացած տաճարից, նույն տագնապած, նույն վախեցած մարդն է, բայց այն մարդիկ, ովքեր իրական Աստծո հոգու հետ սկսում են հաղորդակցվել, վախն է գնում, ցասումն է գնում, ինչքան բացասական բան իր կյանքից գնում է, որտեղ Աստծո հոգին գիտես ինչ անում, այն ճակճկած հողերը ջրում է, ու մեկը տեսնում է սերմ աճեց, մի հատ էլ էր ջրում, տեսնում է սկսեց հասակ առնել, մի հատ էլ էր ջրում, մի հատ էլ էր ջրում, մի հատ էլ էր ջրում, մեկը տեսնում ես արդեն հասկը կանգնել է, մի հատ էլ էր ջրում, արդեն բերք հավաքելու ժամանակն է լինում։ Եվ ինչ ասեց Հիսուսը, պտուղ կբերեք և ձեր պտուղը մնայուն կլինի։ Գիտեք, մենք կարիք ունենք Սուրբ Հոգուն ավելի ճանաչելու ու ներկայության մեջ լինելու։ Նա է մեր ծարավը հագեցնողը։ Ուրիշ ոչ մեկը չկա։ Հավատացեք սիրելի եղբայրներ, քույրեր, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, չկա մեկը, որ կարող է քո հոգևոր ծարավը հագեցնի, եթե ոչ Աստծո հոգին։ Ամեն։ Մարդը չի կարող։ Սուրբ Հոգին կարա մարդու միջոցով դարձալ քեզ օգնի։ Հիմա նայեք, մի մարդ որոշեց Աստծուն օգնի։ Ասեց, ես քեզ կօգնեմ, Տեր ջան, չմտածես։ Դու ինձ երեխա ես խոստովեք, ես հեսա ոնց եմ քեզ օգնում։ Մեկ գնալի կնենց չակերտավոր իմաստուն խորհուրդներ են տալի, վայ։ Ասեց, ես էլ կօգնեմ Աստծուն։ Ասեց, արի մաղախինին տամ, ինք իմ ծնների վրա երեխա կունենա։ Ու Աստծո ասած է կլինի։ Եղա որ քեզ սերունդ տվեց Աստված։ Ու գիտես ես, մեկ սա է պատկերացումն է։ Եվ ինք տերը վերից նա գլուխը բրում ասում է, այ տղա Ամրամ է, ինչ ես անում, ես տես ման չեմ որոշել։ Եթե դու գլխի պատված ալնելու։ Ասես Տեր ջան, մենք ես կօգնենք, ես ատես ինչ ենք անում ենք մարդու կլիկ։ Որոշին Աստծուն օգնել երեխա ունենա։ Միջև է, չգիտես հետ աղախին այնքան հավատարիմ էր, որ ինքը մտածում էր խելոք իմ ծնկների վրա երեխա ունենա։ Բայց չէր պատկերացնում ես երեխան ծնվեց, սկսել իրան անարգել։ Այդ քո արգանդը փագատ է սար, երևի բալանիներ սենց այն բանի, ինչ են ասում, սնդուկի բալաներ մատի վրա ֆրցնում եք, տեսար, սա այն գիտեք տես չի գրված, ես հումորով ասում եմ, տեսար, ես երեխա ունեցա դու չէ, ասես դու սար է իրան։ Հագրավ եմ սուտ հագրավ կնիկ չամ կանեմ, ես պրստը չեմ կարող էդ կետքան տեղը հասկանամ, բայց տենց եղավ, և գիտեք ինչ արեց ընդամենը, ասում մի ամիտիկ, մի պուլի, չգիտեմ, միտիկ են ժամանակ ինչքան էր չապման միավորը չեմ կար ասեմ, ջուր տվեց Հագարին ու տնից դուս արեց։ Հագարը վերցրեց երեխային ու գնում էր անապատի մեջ։ Ջուրը պրծավ։ Երեխեն ծարավ, ինքը ծարավ, երեխուն դրեց մի կողքի ու կամանց հեռանում ասենց աշկի պոչով նայելը, որ չտեն երեխան ոնց եմ անում։
Ուրեք այդ բան հրիշտատ մեկավ ասեց ադար քո համար ջրհոր եմ բացել։ Ջրհոր։ Գիտես մարդը կարա քեզ միտիկ ջուր տա, բայց Աստված քո համար ջրհոր ունի։ Հիմա դու ես որոշում։ Որտեղից խմես։ Որտեղից խմես։ Աստծո հոգու մեջ ջրհոր կա, որտեղ Հիսուսն ասեց եկեք, ով որ ծարավ ու խմե ու քո փորից ջրեր կբխեն, եւ ասեց դա ասեց Սուրբ Հոգու համար։ Ես ինձ արից չեմ օրում, գրված է։ Մարդը կարա քեզ միտիկ ջուր տա, ոնց որ տվեց Հագարին, Աբրահամը, ավելի բան չէր կարող տա ու դուրս արեց։ Բայց հրեշտակը իրան մի ջրհոր ցույց տվեր, ջրհոր, որտեղ եւ ծարավը ջուրը խմես, եւ ծարավը ջուրը խմես։ 44:3 Եսայի։ Եսայի 44:3 Քանզի ծարավի վրա ջուր պիտի թափեն, անջուր երկրի վրա հեղեղներ, քո սերունդիդ վրա իմ հոգին պիտի թափեն եւ քո որդիներիդ վրա իմ օրհնությունը։ Դուք հասկանում եք ինչ ասում Աստված։ Սա Աստծո ուզածն է, որ քո վրա թափի օրհնությունը, հեղեղները, որ քո ծարավը ինքը հագեցնի իր հոգով։ Հովիվ ջան, ամենս եմ ուզում։ Որ Սուրբ Հոգի ինձի հագեցնի։ Գիտեք թե ինչ է նման։ Մի հարցնամ անգես պատասխանեք։ Ձեր տան ծորակները քանիսին է պուլտով։ Պուլտը սեղմում եք, ծորակը գալիս է, ձեր բերանը բացում եք, լստում է, խմում եք, պուլտը սեղմում եք, հետա գնում իրա տեղը, քանիսի տունը տենց ծորակներ։ Երբ որ դու ծարավ ես, ինչքան է դժվար լի տեղից հելում ես, գնում մոտենում ես ծորակին, բացում ես ծորակը, բաժակը մտցնում ես ծորակի տակ ու խմում ես։ Կոճակը չես սեղմում քո բազմոցի մոտ, մեկ էլ ծորակը ասես գալիս է, եկել եմ տերին, ինչ եք հրամայում, ինչ ջուր տուր, խնդրեմ, հիմա կբացեմ ձեր բերը, ջուրը կլսեմ, դուք ուր կտակ, ես կգնամ։ Գիտեք, այդ դեպքում ինչ ենք մենք ուզում, հոգևոր մեր ծարավը այդպես դրանա։ Չենք ուզում գնանք Աստծո մոտ, չենք ուզում գնանք իր ջրերի մոտ, չենք ուզում գնալ իր ջրերից խմելու, տունը նստած ուզում ենք, որ ջրերը գան, լցվեն, ջրեն, հետո հետ գնան։ Հենց որ չի գալի ջրերը, աղջի, այդ ոնց ալնեմ, որ այդ ջրերը մեր տուն չի գալը։ Գիտես դուք պիգնար ջրերը մոտ։ Գիտեք մի ժամանակ կար, որ հարսները, ես չգիտեմ ձեր մոտ ինչ են ասում դրան, մեր գյուղում խանթալ էին ասում։ Երկար մի հատ փայտ էր, գլխից երկու հատ կռուչով էր կախած, գնում էին աղբյուր, ամեն մեկի տունը ջուր չկար, ծորակ չկար, մի հատ կենտրոնական աղբյուր կար գյուղի մեջտեղում, գնում էին այդտեղ, դույները նստում էին, ուսած դնում էին իրանց ուսի, փայտը, գլխին երկու չանգարելով, տատիկներին հարցրեք կասեմ որ տենց է։ Ահա, փառքաստում, մարդիկան ասում են որ ամենք էլ են կարել։ Ու գիտես ջուր էին բերում տուն դույլով։ Ու գիտեք այդ դույլով ջուրը որ բերում էին տուն, այդ ջրի նկատմամբ ապրծպր չէին վարվում, շատ զգուշությամբ էին վարվում, որովհետև մարդի 300 մետր, այդ ծանր ուսին քայլելով եկել է իր տունը։ Աղջե ջրին մի քիչ զգուշ եղեք, չթափեք, դուրս էլ ցուրտ է։ Ով այս ձմռվա բքի նորից այդքան տեղ ոտով է ձան մեջ գնալու ջուր բերի։ Բոլորը զգուշությամբ էին վարվում այդ ջրի հետ։ Այդ դեպքում տիրոջ ջրերի հետ ինչի դու զգուշությամբ չես վարվում, որը որ միշտ քո ծարավը հագեցնում է։ Եվ երրորդ բանը, ինչքանով ես փնտրում Աստծո ներկայությունը։ Չէ՞ որ Մատթեոս ավետարանում խնդրեմ գտնվակ եկելու։ Իսկ ինչ ասում Տիրոջ խոսքը, խնդրեք եւ պիտի տրվի ձեզ, փնտրեք եւ պիտի գտնեք։ Դուրս զարկեք պիտի բացվի ձեզ, որտեղ ամեն ով որ խնդրում է կառնի, ով որ փնտրում է կգտնի։
Ինչքան ես որ կանգնում աղոթքի, դե ես քո ներկայություն եմ ուզում։ Բան չեմ ուզում։ Ոչ Վարուդին եմ ուզում, ոչ Մարտուշին, ոչ Սիրուշին, ոչ չգիտեմ Մարտկեսին, ոչ փող եմ ուզում, ոչ ես եմ քեզ եմ ուզում, քեզ, ուզում եմ քո հետ շփվել։ Գիտեք, երբ որ դու կանգնում ես աղոթքի ու Իրանն ես ուզում, հավատացեք կարելի է։ Բայց երբ որ դու այն կինոներ կանեն հներով սենց բանը կլորացրած բաները, թագավորի հրամանը, մեկ էլ մունետիկը գալիս է կանգնում է քաղաքի մեջտեղում մի բարձր է տու մեկ էլ ասում հիմա լսեք թագավորի հրամանը ուսենք երկար գնում սենց էի արդեն չգիտեմ բաղավաթի ծերուրը հասնում ինքը կարդում է դե շատ անգամ քրիստոնյաներ այդպես են մտնում են աղոթքի ասում են հիմա լսի Տեր ջան լավ չի աղոթում եմ որովհետև այդ ամուսին եմ ուզում մազերը սենց են աշկերը սենց են լի ավտոն անպայման նիվալ լի Մեջտեղ բուֆերը լի ու ամեն անգամ մեր տուն գալուց աշ բերի նվեր ու գիտես զակազ է տալիս ինչ որ ասում ես իրական եմ ասում այդպես դեպք է ու ասում նիվով եկավ աշ բերեց ասենք խելքը գլուխը թավակի ալնելով ես իրա հերթական զոհը չէ ասի մի խապվեք նրա, որ ինքը եկեղեցի է գալի հետ տղան։ Էդի ընդամենը կներեք ես բարես համար կուտա։ Մի ամիս հետո այդ նույնի որ բերես կանեցրեց իրանց հայատը, ես չգիտեմ սա իմ պատկերացման դուրը բացեց իրենի սենց անեց ավտոից, դուրը բակեց գնաց։ Վերջ։ Ու չլսեց այդ մարդը, որ հերթական զոհ է լինելու։ Հիմա ուրիշ զոհ։ Գիտեք իշն է տակրկիր, այդ պատմություն էստեղ չի, արագազավանը երեժի գտես չի, իրան բենթ են ուզում, իվա չեմ Գիտեք իշն է իրական, որ դու ինչ ես ուզում, գիտեք երբ որ դու իրան ես ուզում, մնացած ամեն ինչ կլինի, ինչքանով ես ծարավ իրան, ինչքանով ես ծարավ իրեն, ինչքանով ես ծարավ ասում, դե ես քեզ եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում։ Գիտեք մի բան ասեմ, երբ որ դուք իրան ունենաք, հավատացեք ամեն ինչ ունեք։ Հավատացեք ամեն ինչ ունեք։ Պատկերացեք ձեզ մեր բանկային քարտ է նվիրում, որի վրա $5 միլիոն փող կա։ Քանիս եք կմտածեք տան մասին։ Ես տուն չունեմ, բա ոնց եմ անելու։ Քանիս եք կմտածեք շքեղ մեքենայի մասին։ Ես մեքենա չունեմ, բա ոնց անելու։ Գիտես $5 միլիոն քարտի վրա փող կա։ Դու տուններ կառնես, ավտոներ կառնես, ինչ ուզես կարաս առնես։ Դու չես գիշերցել չես դառնի, բայց ոնց եղա այս Մարտուշի մարդը իրան բենտի նվեր տվեց իմ մարդս կից ապոյ չի տալի ինձ նվեր։ Գնաս քարտովը ձապոյ չէ բենտի կառնես։ Հավատացեք, իրոջ հոգին ավելին է։ Երբ որ դուք իրան ունեք, հավատացեք ձեր ծարավը կհագին է։ Հավատացեք ձեր բոլոր խնդիրների պատասխան իրան մեջն է։ Գիտեք, ենքան մարդիկ են ինչ-որ բաներ եմ մարգարայացել են։ Ես լրել եմ, ասել եմ, կլի լրեք։ Ես ուզում եմ Աստված իմ հետ ուղի խոսի։ Դե երբեմն մարդիկ իրենց ցանկություններից այնպիսի լավ բաներ են ասել եմ։ Կներեք, ուզում եմ, որ ինքը խոսի մեզ։ Ինքը խոսի մեզ։ Ես ուզում եմ, որ ինքը խոսի մեզ։ Ուտեմ, որ ինքը մի բան կասի վեր չերի կա։ Գիտեք եկավ եղանի ասեց եղա քնի, քնավ, ասեց հելի, հելավ, ասեց կեր, կերավ, ասեց քնի, քնավ, ասեց հել, հելավ, ասեց կեր, կերավ, ասեց դե հիմա չես կամնում, դուք պատկերացնում եք մարդը 40 օր գիշեր քայլում է, առանց քնելու, գրված չի որ քնավ, գրված չի որ հաց կերավ, գիտեք երկնային կերակուրը, Ես չգիտեմ ինչ էր, երկնային կերակուրը տակ, ծեր գոլորչին հելող, չգիտեմ ինչ բիսկվիտ էր,
Մարդու 40 օր ու գիշեր զորություն տվեց քայլելու։ Հավատացեք, երկնքի մի կերակուրը քո կյանքի բոլոր հարցերը պատասխանելու է։ Հիմա մնում է դու ինչքանով ես փափագում իրան, ով հովիվ ջան մի հատ ոչինչ մենք համաձայն ենք, դու մատ Mercedes-ը լի յոլա գետակ։ Բայց դասը թող ես կլասեմ, էլի։ Շատ բան չեն ուզում։ Մարկետը 223 են, էլի։ Բայց շատ բան չեն ուզում, էլի։ Լավ, չէ թող կոմպլեկտացիաներ ING, լավ։ Ինչ են ուզում որ։ Ասես ես ոչ բան 250-300,000 եվրանոց տեխնիկա ես ուզում, ուրիշ բան չես ուզում։ Խնդրում եմ քեզ, մտածի։ Գիտեք, այս տարի հրճակված է Զարթոնքի տարի։ Մենք շատ ենք խոսել նման բաների մասին։ Մենք պետք է արտություն ապրենք։ Սիրելի եկեղեցի, այսպեսի մի բան ասեմ, դու դատապարտված ես արտություն ապրելու։ Ուրիշ տարբերակ չունես, եթե եկեղեցումս դու արտանաս, եթե ոչ դու չես կարող։ Որտեղ մենք գնում ենք դրան, մենք փափագում ենք, այս տարվա տեսիլք իրականացնել։ Պետք է զարթոն լինի, պետք է եկեղեցին արտանա, պետք է գիտեք շատերի կյանքերը փոխվի։ Պետք է շատերին հասնի, մարդիկ երկան ասում է հաղորդը, դուք զարթնեք, ես լավ բարձ եմ, այդ եմ քնելու։ Գիտեք, սա ցավալի է։ Դերել եմ ուզում կարտամ, կկամնեմ գավալքի։ Այդ 22-ի մեջ տակրիքի մի բան կգրված։ 22-17 և հոգին ու հարսն ասում են եկուր, և նա որ լսում են թող ասի եկ, և նա որ ծարավ է թող գա, նա որ ուզում են կենաց ջուրը թող ծրի Գիտես աստված կեզ ձրի ուզում անդա կյանքի ջուրը, որտեղ քո ներսում կյանքը։ Գիտեք, մի բան ասեմ սև եկեղեցի, ուզում ա քեզ բրիլյանտի մեջ կորցնել, ուզում ա քեզ ոսկու մեջ կորցնել, ուզում ամենը շքեղ մեքենան նվիրեն քեզ, դղյակը նվիրեն քեզ, երբ որ քո ներսում դատար կա, հավատացեք, ոչ մի բան աչքի չի գա։ Ոչ մի բան քո աչքին չի գա, բայց երբ որ քո ներսը Տիրոջով լիքն է, այդ օրվա քո եփած ճաշով քո ընտանիքը գոհանում է, ուրախ, երջանիկ իրար հետ վայելում եք, որտեղ քո ներսը լիքն է։ Ամեն։ Գիտեք, քո ներսի դատարկությունը ոչ մի բան չի կարող անցնել։ Դեռ շատ անգամ եմ ասում, երբ որ Աստված քեզ արարել է, իր տեղը թողել է քո մեջ։ Եթե իրանով չլցնես, ինչ ուզում ես լցրա, չի լրանա դա։ Դա շատ տարիներ առաջ էր։ Մեկ օր արթնացել եմ, ինձ մոտ տպավորությունը, որ քաղցած եմ, բայց քաղցած չեմ։ Ուզում եմ հաց ուտեմ, ախորժակ չունեմ, ուզում եմ ջուր խմեմ, հիվանդ եմ, հիվանդ չեմ։ Գիտեք, եկել մի մեղմ ձայն, երկու օր դու Տիրոջ երեսը չես կամել։ Գիտեք, ոնց որ երկինքը փլվել գլխիս, ես մտել եմ իմ սենյակ, ու Տիրոջ հոգին եկել է, մենք սկսել ենք հաղորդակցվել իրար հետ։ Եվ ես սենյակից որ դուրս եկա, համ կուշտ էի, համ արդեն ծարավ չունեի, համ էլ հասկացա խնդիրս որտեղ էր։ Գիտես, դու կարիք ունես իրա ջրերին, դու կարիք ունես, դուք որ մեզ լսում եք, դուք կարիք ունեք Սուրբ Հոգու ջրերին, որպեսզի ձեր ներսի չորությունը վերանա, որպեսզի ձեր ներսի չորությունը, գիտեք ինչ անի, ջրերը դու սկսեք պտուղ բերել։ Հովհաննես 15-ի մեջ Հիսուսը մի բան ասում, այն ճյուղը, որ պտուղ է բերում, Հայրը մշակում է, որ ավելի պտուղ բերի։ Իսկ այն ճյուղը, որ պտուղ չի բերում, ասում է, կտրվում է, կտրվում։ Սեր եկեղեցի մենք մտածենք, որ դուք հավերժ անպտուղ ապրելու եք, ու մենք Աստված այնքան ողորմած է, որ չի կտրելու։ Ողջ գիրացած խոսքի հետևում կանգնած է։
Մտածեք ձեր պտղի մասին, իսկ առանց հոգու ջրերի դուք չեք կարող հող բերեք։ Առանց ջրերի չի կարող հողը բերի դառնալ։ Ինչքան էլ ուզում է ընտիր հողը լինի։ Ջուր չեղա, այդ հողը քեզ պտուղ չի տա։ Ուզում է Բայանին էլ, ուզում է Մարտունին, ուզում է Քյավարին, չգիտեմ, որտեղ ամենալավ, ուզում է ամենալավ հողը։ Քեզ պտուղ չի տա։ Խնդրում եմ մտածեք, ինչքանով եք ծարավ Աստծուն, ինչքանով եք ծարավ իր ներկայությանը, ինչքանով եք ուզում լցվել իր ջրերով, ինչքանով եք ուզում ձեր կյանքի ընթացքը վերցնել իր ջրերի մեջ։ Այդ դեպքում հավատացեք ձեր կյանքը փոխվելու է, ձեր ընտանիքը փոխվելու է, ձեր շրջապատը փոխվելու է։ Այլապես մնացածը մենք սենց չորացած ճռճռալի սենց քայլելու ենք։ Ով է տեսել ժանդարմի և այլ մոլորակայինները, ֆրանսիական մի հատ կատեգորիկ կինո է, որ են բաներով, ծարսը զգելու ապարատներով ջուրերը պզստում են վրեկը պարադի ժամանակ սաղսում են ճռճռալ։ Գիտեք երբեմն քրիստոնյաները այդպիսին են դառնում։ Առանց ջրի դու չոր ես, առանց ջրի դու չոր ես, և ուշ թե շուտ շրխկոցը հեռնում։